Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակ օդանավակայանի ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներին։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը կարևորել է օդանավակայանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Քանի որ Գյումրի օդանավակայանի մասին խոսվեց, իրականում խտանը պետք է, որովհետև շատ լավ է Լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մի անգամ է և կարիք կա ևս լրացուցիչ խտաններ օգտագործել Շիրակ օդանավակայանը ավելի զարգացնելու համար, մանավանդ որ հյուսիս-հարավն է արդեն ամբողջությամբ կառուցված է ու ճիշտ նշվեց, որ Երևանի հասնենք 9-րդ մասիվից ավելի ուշ է հասնում օդանավակայան, քան Գյումրիից Զվարթնոց։ Շնորհակալություն։ Հիմա վիզերը Լառնակա է թռնում Գյումրիից, հա։ Այո, շաբաթը 2 թռիչքեր, մի արդեն Տոմսը ինչ արժե, պարոն մարզպետ։ Դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել, շատ ավելի էժան, քան երևի թե տաքսիով Գյումրիից Երևան։ Ես իդեպ հենց 3 էի ստուգում տոմսերի արժեքները, 17.99 դոլար էր Գյումրիից, այս մոտակա շրջանում Լառնակա չվերթ իրականացնելու համար, սակայն նշեմ, այն որ նվազեցվել է, այս ձմեռային շրջանում է նվազեցվել այդ շաբաթական չվերթերի քանակը ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը, որքանով մեզ հայտնի է, ամառային, այսինքն ապրիլից սկսած ավելացնելու է շաբաթական չվերթերի թիվը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ոսկու գինը կտրուկ աճել է անմիջապես ազդելով նաև Հայաստանի շուկայի վրա։ Գնաճը փոխել է ինչպես սպառողների վարկագիծը, այնպես էլ ոսկերիչների ու տնտեսվարողների աշխատանքային պայմանները։ Քանի պատերազմները չի վերջացել, ոսկին չի իջնի։ Գրիշա Հովեյանը Գյումրիում առաջիններից է, ով զբաղվում է ոսկու վաճառքով։ Նրա խոսքով վերջին ամիսներին վաճառքի ծավալները զգալիորեն նվազել են։ Վաճառը գների կտրուկ եւ անկանխատեսելի աճն է, որը դժվարությունների առաջ է կանգնեցրել թե գնորդներին, թե վաճառողներին։ Եթե համեմատենք այսօրվա գները 1 գրամ 585 պրոբի ոսկու 1 գրամի արժեքը $100 անցել է, այսինքն մոտավորապես 40,000 դրամ։ Եթե մարդը աշխատավարձ կստանա 200,000 պատալուկ աշխատավարձը, արդեն ինչ կգնա ոսկի առնի։ 1 կիլո 700 գրամ ցեպ ունենալու համար գծախսենք, սպեսենք 20-30,000 պլյուս 6,000 36,000, եկամուտը ամենաշատը $5,000 էր։ Այսօր դրա համար ծախսենք $168,000, որովհետեւ էլի ունենանք $5,000 եկամուտ։ Եթե տարիներ առաջ նույն ծավալի ոսկու պահուս ձևավորելու համար պահանջվում էր անհամեմատ քիչ գումար, այսօր նույն եկամուտը ստանալու համար անհրաժեշտ է 100,000-ավոր դոլարների շրջանառություն։ Սա հատկապես ծանր է փոքր եւ միջին տնտեսվարողների համար, որոնց շահութաբերությունը ցածր է, իսկ ռիսկերը բարձր։ Առաջ բոլոր հարսանիքների ժամանակ մարդիկ ոսկյա նվերներ կտանեին, պրեստիժ էր, բայց այսօր ավելի լավ է $200 տան տվյալ մարդուն, տվյալ մարդը հավաքի տարբեր մարդկաց տված նվերները, ինչ որ մի բանում կրնանա առնի։ Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ ոսկու գինը ձևավորվում է մի շարք գործոնների ազդեցությամբ։ Առաջինը պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունն է, սակայն ոսկու դեպքում մեծ դեր ունեն նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմները, տարածաշրջանային լարվածությունը եւ գլոբալ անորոշությունը ներդրողներին ստիպում են ընտրել ոսկին որպես անվտանգ ակտիվ։ Նաեւ այստեղ էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական գործոնները, այսինքն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ուղիղ ազդում են ոսկու գների վրա, ինչպես նաև սպառողների վարկագիծը։ Այս եւ նաև այլ գործոնների արդյունքում վերջին շրջանում նկատվում է կտրուկ աճ ոսկու գների միջազգային շուկաներում եւ բնականաբար այդ միջազգային գները նաև ազդում են տեղական շուկաների վրա։ Այս գործընթացը շուկայի տարբեր դերակատարների վրա տարբեր կերպ է ազդում։ Ոսկու արդյունահանմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար գների աճը հիմնականում դրական է, իսկ արտադրողներն ու վերավաճառողները կանգնում են երկակի իրավիճակի առաջ։ Մանրածախ առևտրով զբաղվողները ունեն շահութաբերության ցածր մարժա եւ նրանք շրջանառության մեջ արդեն ստիպված են լինելու դնել ավելի մեծ գումարներ, որպեսզի ձեռք բերեն նույն չափով ոսկի
նույն գրամի կամ նույն քանակի ոսկի եւ վերավաճառեն իրենց ցածր շահութաբերությամբ։ Վերջին տարվա ընթացքում փոխվել է նաև սպառողների վերաբերմունքը ոսկու նկատմամբ։ Եթե նախկինում այն դիտարկվում էր հիմնականում որպես զարդ կամ նվեր, ապա այժմ ավելի հաճախ ընկալվում է որպես խնայողությունների եւ ներդրումների միջոց։ Հայ ազգը երևի թե հակում ունի իր խնայողությունները ոսկու տեսքով պահելու, մեծ մասամբ ոսկու տեսքով եւ այդ առումով կարծում եմ ոսկու պաշարներ ունեցող անձինք բավական շահեկան դիրքում են հայտնվել գների բարձրացման արդյունքում։ Ոսկերիչների եւ մասնագետների գնահատմամբ նման բարձր գներ նախկինում գրեթե չեն արձանագրվել։ Թեպետ պատմության ընթացքում եղել են կարճատև աճեր, սակայն ներկայիս տեմպը եւ շարունակականությունը շուկայի համար աննախադեպ են։ Ամենաշատ թանկը մի պահ 2000 թվից բարձրացա մինչև $30 կարգի, բարձրացա մինչև 60, հետո իջա մինչև 35, հետո նորից գաստվեց ու էլ ետ չկա, անդադ բարձրանում է, օր-օրի։ Գրիշա Հովեյանը նկատում է, եթե աշխարհաքաղաքական լարվածությունները շարունակվեն, ապա առաջիկա 1 տարվա ընթացքում ոսկու 1 գրամի գինը կարող է հասնել նույնիսկ $200։ Սա նշանակում է, որ շուկան դեռ երկար ժամանակ կմնա փոփոխական եւ ռիսկային, իսկ թե ով կհարմարվի այս նոր իրողություններին ցույց կտա ժամանակը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ The Prime Minister of Armenia. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Հայաստանի վարչապետը Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Ավելի վաղ վարչապետը ԱՄՆ նախագահից առաջարկ էր ստացել Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու առաջարկ, որն ընդունել էր։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը եւ ի թիվս այլ երկրների ղեկավարների այն ստորագրեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կանոնադրությունը ստորագրելու հրավիրվեց Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի հետ։ Continue the signing ceremonies beginning with the President of Argentina and the Prime Minister of Armenia. Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ։ Քննարկվել են նաեւ էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ականազերծման եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Բաքվի ներդրմանը։ Մարտակոսը նշել է, որ Եմեն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Եվրամիության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել են Դավոսում։ Քննարկումների արդյունքում կողմերը փոխըմբռնման են հասել Գրենլանդիայի եւ ընդհանուր առմամբ Արկտիկայի տարածաշրջանի հետ կապված ապագա համաձայնագրի շուրջ։ Թրամփը հայտարարել է, որ այս լուծումը հիանալի կլինի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Հիմնվելով այս փոխըմբռնման վրա, ես չեմ սահմանի մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից, նշել է նա։ Ավելի վաղ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում Թրամփը բացառել էր ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Արկտիկայի պաշտպանության հարցը տարածաշրջանում Չինաստանի եւ Ռուսաստանի ակտիվության ֆոնին։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ն շատ աշխատանք ունի անելու, որպեսզի ցամաքում, ծովում եւ օդում ունենա անհրաժեշտ ամեն բան Արկտիկայի տարածաշրջանն, այդ թվում Գրենլանդիան պաշտպանելու համար։ Դանիայի կազմում Գրենլանդիայի մնալ-չմնալու հարցը չի քննարկվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խաղաղության խորհրդի աշխատանքներին մասնակցելու հրավերը։ Նա շնորհակալություն է հայտնել հրավերի համար, հավելելով. աջակցում են ցանկացած ջանքի ուղղված միջազգային կայունության ամրապնդմանը։ Պուտինի խոսքով արտգործնախարարությունը կուսումնասիրի ստացված փաստաթղթերը, խորհրդակցություններ կանցկացնի ռազմավարական գործընկերների հետ, որից հետո միայն կտա իր պատասխանը։ Կարևորն այն է, որ ամբողջ գործընթացը դրական ազդեցություն ունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման վրա, հենվելով ՄԱԿ-ի համապատասխան որոշումների վրա, նշել է Պուտինը։ Իսկ մինչ այդ անկախ մասնակցության որոշում կայացնելուց Պուտինն առաջարկել է ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից $1 միլիարդ ուղղել խաղաղության խորհրդին, հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի հետ Ռուսաստանի յուրահատուկ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների մնացած մասը կարող է ուղղվել ռազմական գործողություններից տուժած տարածքների վերականգնմանը։ Նա ընդգծել է այն ներդրումը, որ ԱՄՆ գործող վարչակազմն ունի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերում։ Իրանում ներքին ինտերնետային կապը հիմնականում վերականգնվել է, չնայած իրանցիները դեռ հասանելիություն չունեն համաշխարհային ցանցին։ Անձնական հեռախոսներում եւ տներում ինտերնետը դեռ հասանելի չէ։ Միևնույն ժամանակ Իրանի պետական հեռուստաընկերությունը հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։ Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ գնաճի պատճառով ցույցերը սկսվել էին դեկտեմբերի վերջին, սակայն հունվարի 8-ին եւ 9-ին դրանք վերածվել էին զանգվածային անկարգությունների, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել անվտանգության եւ պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Փաստաթուղթը կվերաբերի ծովային անվտանգությանը, կիբեռանվտանգությանը եւ ահաբեկչության դեմ պայքարին։ Նման որոշում է կայացվել Եվրամիություն-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Նյու Դելիում։ Բացի այդ, Կալասի խոսքով կամփոփվեն Եվրամիություն-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ կմեկնարկեն տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Հնդկաստանը դառնում է անփոխարինելի Եվրոպայի տնտեսական կայունության համար, նշել է Կալասը։ «13,813 ամուսնություն, 4,879 ամուսնալուծություն Հանրապետությունում 2025-ին։ Կապանում 192 ամուսնություն է գրանցվել, ինչը 2024-ի համեմատ մոտ 30%-ով պակաս է։ Ընտանեկան վեճերից ընդհուպ մինչև ֆինանսական խնդիրներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի սպասարկման կենտրոնում քիչ չեն նաև ամուսնալուծությունները, հատկապես երկար տարիներ ամուսնացածների շրջանում։ Ամուսնալուծությունների թիվը 2025 թվականին կազմում է թվով 90 ամուսնալուծություն, իդեպ պատճառները տարբեր են ամուսնալուծության, քաղաքացիների կողմից ներկայացված, իսկ 2024 թվականին գրանցվել էր թվով 88 ամուսնալուծություն։ Կապանում ունենք նաև, որ գրանցում ենք արդեն երկրորդ ամուսնություն, այսինքն իրենց առաջնակի ամուսնությունը գրանցված է, ամուսնալուծված են կամ կինն է մահացել, ամուսինն է մահացել, արդեն իրանք դիմում են երկրորդ անգամ ամուսնություն գրանցելու նպատակով։ Հոգևոր հովիվ Տեր Ավետիք Քահանա Մարտիրոսյանն էլ հակառակն է նշում։ Սուրբ Պսակի խորհրդով ամուսնացողների թվի նկատելի աճ կա։ Պատերազմից հետո այստեղ դրական տեղաշարժ է նկատվում։ Միայն նախորդ տարի Վահանավանքի վանական համալիրում եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Աստծո օրհնությունը ստացել է 70 զույգ։ Շատ լուրջ խորհուրդ է, որովհետեւ մարդու կյանքում իրականության մեջ պետք է մի անգամ կատարվի եւ ամուսնալուծություն ընդունված չի։ Սոպասագի խորհուրդը կատարում է ձեռնադրված օձյալ քահանա, որ ինքը կարգալուց չեղած, հա, որով եթե կարգալուց եղած է, նշանակում է, որ այդ ամուսնությունը կամ Պսակի խորհուրդը վավերական չէ։ Ամուսնությունը կամ Սուրբ Պսակի խորհուրդը եկեղեցու 7 խորհուրդներից է, որ հիմնված է ողջախոհության վրա, որդե ծննդյան նպատակով։ Հայ առաքելական եկեղեցում մկրտված յուրաքանչյուր զույգ կարող է ստանալ Աստծո օրհնությունը։ Տեր Ավետիքը նույն մարդուն երկրորդ անգամ չի պսակադրել, բայց Կապանի տարածաշրջանի գործող եկեղեցիներում այս տարի եղել են նաև նման դեպքեր։ Երբ որ դու խոստում ես տալիս Աստծո առջև, այլևս վերջ չի կարելի այդ խոստումը կոտրել, բայց ինչ ասում, մինչև մահ, դա ասենք, եթե մարդը կորցրել է իր կնոջ կամ կինը կորցրել է ամուսնուն, այդ դեպքում ավելի լավ կլինի, որ այդ մարդը ունենա այդ ամուսնությունը։
Չնայած նրան, որ քիչ չեն նաև համատեղ ապրող այն զույգերը, որոնք ոչ պսակադրված եւ ոչ էլ գրանցված ամուսնություն ունեն, այնուամենայնիվ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները փաստում են։ Հանրապետությունում նվազել է ամուսնությունների եւ աճել ամուսնալուծությունների թիվը։ 2024-ին ամուսնությունների թիվը պակասել է 1006-ով ու կազմել 15324։ Ամենից շատ ամուսնություններ գրանցվել են մայրաքաղաք Երևանում 4827, Կոտայքում 1562, Արարատում 1401։ Սյունիքը վերջին հորիզոնականներում է, այստեղ 2024-ին գրանցվել է 827 ամուսնություն։ Ամենակիչը ամուսնանում են Վայոց ձորում, այստեղ այդ թիվը հասնում է 323-ի։ Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը, Արմավիրը։ Սյունիքում ամուսնալուծվել է 208 զույգ։ 20 եւ ավելի տարի համատեղ կյանքից հետո տեղի ունեցած ամուսնալուծություններն են առաջատարը։ Երկրորդ տեղում մինչև 1 տարի ամուսնացածներն են։ Հայաստանում շարունակում է բարձրանալ առաջին ամուսնության միջին տարիքը։ Կանայք առաջին անգամ ամուսնանում են միջինը 29 եւ ավելի, տղամարդիկ 32 եւ ավելի տարեկանում։ Ընտանիք կազմելու գործընթացը սկսելու կամ դադարեցնելու համար այլևս քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենք հասնել պետք չէ։ Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունն ու երեխայի ծնունդը այսուհետ հնարավոր է գրանցել նաև առցանց։ Նարեկ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Տեղի ունեցավ Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի եւ մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի հանրային իրազեկում, որին մասնակցեցին վարչական ղեկավարներ, ավականու անդամներ, հոակների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդներ, բնակիչներ։ Հանրային լսումը վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը եւ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։ Պարոն Մարտիրոսյանի հետ, համայնքի ղեկավարի հետ շրջել ենք բոլոր մեր համայնքները, վարչական շրջանները, ուսումնասիրել ենք վարչական ղեկավարների այն հարցերը, որոնք ուրեմն ուզել են բնակիչների, քննարկվել է եւ կազմվել է բյուջեն։ Հիմա այսօր մենք իրար հետ նույնպես քննարկենք ընդհանուր հարցերը, ընդհանուր խնդիրները, բնակիչների կողմից, նորից մեր վարչական ղեկավարների կողմից ինչպիսի առաջարկություններ որ լինեն, այդ առաջարկություններով նորից մենք կքննարկենք եւ կտեղադրենք բյուջեում եւ միասին կհաստատենք ուրեմն մեր ընդհանուր բյուջեն ավականու ժամանակ։ Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին վերաբերվող տեղեկատվությունը մասնակիցներին ներկայացրեց Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։ Վարչական բյուջեի եկամուտները կազմել է 3 միլիարդ 445 միլիոն 464 հազար 300 դրամ, որից սեփական եկամուտները կազմել է 992 միլիոն 686 հազար 500 դրամ։ Վարչական բյուջեի ծախսերը կազմել է 3 միլիարդ 450 միլիոն 459 հազար 600 դրամ։ Ուրեմն համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կազմել են 1 միլիարդ 329 միլիոն 869 հազար դրամ։ Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել է 2 միլիարդ 34 միլիոն 180 հազար դրամ։ Ներկայացվեցին նաև Գավառ համայնքի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը։ Քննարկումներից եւ ավականու հաստատումից հետո դրանք կներկայացվեն կառավարություն։ Գավառ քաղաքում Ացառատ, Արծվաքար թաղամասերում Ծովազարդ, Լճապ, Բերդքունք, Այրավանք, Նորատուս, Կարմիրքյուղ, Սարուխան, Լանջախյուր, Գեղարքունիք, Գանձակ եւ Ծաղկաշան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ։ Հաջորդ ծրագիրը, որը նույնպես ներառում է բոլոր բնակավայրերը բացի Գեղարքունիքից, որտեղ այնտեղ չկա անհրաժեշտություն, լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։ Սարուխան բնակավայրում հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ։ Գավառ քաղաքում նոր մանկապարտեզի շենքի կառուցում, Գավառ քաղաքում Ացառատ թաղամասում Այրավակ եւ Լճապ բնակավայրերում ջրարդյունաբերության համակարգերի կառուցման աշխատանքներ։ Մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Գավառում գործընթացի պատասխանատուն։ Պետությունը այս տարի սահմանել է 47 միլիոն
ՀՀ դրամ գավառին եւ ավականի սահմանել է 15 միլիոն դրամ, այսինքն ընդհանուր մեր բյուջեն այս տարվա կազմում է 62 միլիոն դրամ։ Մենք կատարել ենք արդեն բազմատեսակ իրազեկման արշավներ, արշավների փուլից հետո ստացել ենք 9 առաջարկ, որից 4-ը արժանացել են հանձնաժողովի հավանությանը, դրանցից 4-ն են Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի վերազինում, անվտանգ բակ ուրախ մանկություն կաբելագործների փողոցում, սերունդների կամուրջ Գեղարքունիք բնակավայրում եւ ակտիվ երիտասարդություն կենսուրող համայնքի համար Լանջախբյոկ բնակավայրում։ Այս առաջարկները ներկայումս գտնվում են հանրային քննարկումների փուլերում, այնուհետև կանցնեն քվեարկության փուլ, եւ եթե քվեարկության փուլը հաղթահարեն այս ծրագրերը, դրանք կանցնեն իրագործման փուլ։ Զեկույցների քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկությունները, լսեցին դրանց հետ կապված մեկնաբանությունները։ Լիահույս է, որ ամեն ինչ կարվի, որ մենք մի քանի տարի հետո բնակավայրերում ունենանք այնպիսի կառույցներ, որոնք ի նպաստ կլինեն մեր երիտասարդների զարգացմանը եւ իհարկե ընդհանուր համայնքի զարգացմանը։ Հանրային լսման մասնակիցները կարևորեցին այս ձևաչափով համայնքում իրականացվելիք ծրագրերի ներկայացումը եւ հանրության ներգրավումը դրանցում։ Վանաձորի կերպարվեստի թանգարանում միջազգային ցուցահանդեսը։ Կորեայի հիմնական դիզայնի եւ արվեստի ընկերության եւ Վանաձորի կերպարվեստի թանգարանի առաջին համագործակցության արդյունքում Կերպարվեստի թանգարանում բացվեց գրաֆիկ դիզայնի միջազգային ցուցահանդես։ Ընկերությունը ցուցահանդեսներ է բացել աշխարհի տարբեր երկրներում։ Այս անգամ ցուցահանդեսի հանգրվանը Վանաձորն է։ Մենք նամակագրական կապել ունեցանք Կիմ Չանգի հետ, ընկերության տնօրենի հետ, եւ մեծ ուրախությամբ իրենք համաձայնեցին ներկայացնել մեր թանգարան գեղեցիկ։ Խորհուրդ կտամ բոլոր արվեստասերներին ներկա լինել, դիտել համաշխարհային ճանաչում ունեցող շատ արվեստագետների գործերի վերատպություններին։ Ցավոք, իրոք վերատպությունների պահով պիտի ասեմ, ցավոք, շատ լավ կլիներ բնօրինակ աշխատանքներով, բայց հուսով եմ, որ մեր արդեն իսկ սկսված համագործակցության արդյունքում կունենանք նաև նմանատիպ բնօրինակ ցուցահանդեսներ։ Կորեայի հիմնական դիզայնի եւ արվեստի ընկերության գլխավոր նպատակը ոլորտում հետաքրքրվող ստեղծագործողներին միավորելն է միջազգային համագործակցության զարգացումը։ Ընկերության ներկայացուցիչները առաջին անգամ են Հայաստանում։ Նրանք հույս հայտնեցին, որ այս ցուցահանդեսը միջազգային փոխանակման եւ համագործակցության հնարավորությունները ընդլայնելու հարթակ կհանդիսանա։ Այս ցուցադրությանը մասնակցում է 26 պետություն։ Մենք ուզում ենք, որ այս ցուցադրության շնորհիվ Հայաստանի եւ Կորեայի մշակույթը, արվեստը կապվեն միասին եւ ավելի հետագայում լավ զարգացում ունենան։ Հույս ունեմ, որ հետագայում դիզայնը եւ արվեստը Հայաստանի հետ լավ զարգացում կապրի եւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մնացած 26 բոլոր երկրների հետ։ Նրանք հրավիրում են 200 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ Կորեայից։ Արդյունքում կազմակերպվում են ցուցադրություններ Կորեայում եւ այլ երկրներում։ Եվ այդ արտագնաց ցուցահանդեսներն ու ներքին արված ցուցահանդեսները մեծապես նպաստել են կորեական դիզայնի համաշխարհային մակարդակի բարձրացնելու խնդրում։ Շատ կարևոր են միջոցառումները, ինքս 12 անգամ մասնակցել եմ այդ ցուցահանդեսներին։ Իրանք ինձ առաջարկեցին անցկացնել Երևանում, բայց ես խնդրեցի, որ տեղափոխեն Վանաձոր, իմ հայրենի քաղաք, քաղաքը ես մեծացել, ու ես միշտ ոնց որ Սարոյանն ասում է, իմ սիրտը լեռներումն է, իմ սիրտն էլ Վանաձորում է։ Հիմնական դիզայնի եւ արվեստի ոլորտի այս ցուցահանդեսով հետաքրքրված էին նաեւ դպրոցականները ու տարված էին հատկապես абստրակտ ոճի նկարներով։ Շատ հետաքրքրված եմ, նայեցի, ուսումնասիրեցի մեծ մասամբ նորարար արվեստեր, նկարչությամբ եմ զբաղվում, այդ պատճառով շատ հետաքրքրվեցի, ուսումնասիրեցի, տեսա абստրակտ նկարներ կային, ընդհանուր շատ ոգևորված եմ։ ԿՍԲԴ-ն կազմակերպում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, գիտաժողովներ եւ մրցույթներ, որոնք համախմբում են արվեստի եւ դիզայնի մասնագետներ ամբողջ աշխարհից։ Վանաձորյան ցուցահանդեսը կգործի 1 շաբաթ։
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն, ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց եւ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Մասնավորապես Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող եւ վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։ ՎԱԶ 2114-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել եւ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Մերսեդեսը։ Իդեպ մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։ Երևանի պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքի Ռուբինյանց եւ Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող Մերսեդեսն ու ՎԱԶ 2107-ը։ Մի վարորդ էլ BMW-ն վարում էր Սևանալճի Սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը խորհրդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենքզինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ ոստիկանության կարևոր խնդիրներից։ Բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ոստիկանության բոլոր ծառայությունները, քրեական ոստիկանության տարածքային վարչությունների եւ համայնքային ոստիկանության բաժինների ծառայողները, բարեկային ծառայության եւ արդեն նաեւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ։ Ամփոփ ներկայացնենք վերջին շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ողորկափող որսորդական հրացան։ Համայնքային ոստիկանության անիրի բաժնում կամավոր հանձնել են հրազեն, գազային ատրճանակ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ ավելի քան 150 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն կամավոր հանձնել են 3 ինքնաձիգ, 2 հրացան, 2 նռնակ եւ 450 փամփուշտ։ Իսկ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, մարտական նռնակ, փամփուշտներ եւ այլ զինամթերք։ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփշտատուփ եւ մոտ 200 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, ուսումնական 3 նռնակ, 2 ական եւ ինքնաձիգի 332 փամփուշտ, իսկ Մուշի բաժնում ատրճանակ, 2 հրացան, պայթուցիչով նռնակ եւ 68 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 ինքնաշեն ինքնաձիգ, տարատեսակ 11 հրացան, մարտական եւ գազային մեկական ատրճանակ, 4 նռնակ, ավելի քան 600 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Մասիսի բաժնում կամավոր հանձնել են ակուսապող հրազեն, ինքնաշեն կրակող սարք, նռնակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Առատեր քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամավոր հանձնած տեսականին Կալաշնիկովի 4 ինքնաձիգ, 1 հրազեն, 2 հրացան, 3 ատրճանակ, 2 նռնակ, պայթուցիկ նյութեր, ավելի քան 375 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել են որսորդական հրացան, 2 նռնակ եւ ինքնաձիգի 97 փամփուշտ, իսկ հրազդանի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, 1 նռնակ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել են ակոսապող հրազեն եւ տարբեր դրամաչափերի 377 փամփուշտ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ հրացաններ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի 289 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մասիսի բաժնում կամավոր հանձնել են գնդացիր, նռնակ, ինքնաձիգի 50 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ինքնաշեն հրացան, գազային ատրճանակ, 2 նռնակ, ուսումնական 4 նռնակ, տարբեր դրամաչափերի 280 փամփուշտ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ եւ ավելի քան 110 փամփուշտ։ Մարտունու բաժնում ատրճանակ, որսորդական հրացան եւ ինքնաձիգի 20 փամփուշտ։ Իսկ Սիսյանի բաժնում Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 պայեստատուփ, 1 նռնակ եւ 324 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել են ակոսապող հրազեն, իսկ Տավուշի բաժնում որսորդական հրացան, գնդացերի շղթա եւ 3 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր եւ 48 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենքզինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնելու դեպքում անձնազատվում է քրեական պատասխանատվությունից։